եւ ավանդույթի համաձայն ժամը 8-ին մենք պատասխանում ենք ձեր հարցերին։ Այսօր մեր այս հարցուպատասխանին մասնակցելու է Արման Բաբաջանյանը, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, ողջույն Արման, ողջույն, եւ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Կվարեմ ես, Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս, իսկ հարցերը շատ հետաքրքիր են։ Մենք կպատասխանենք 3-ին դրանցից, որից մեկը այսպես համալիր հարց է։ Իհարկե հարցերը վերաբերվում են մեր ներքին եւ արտաքին մարտահրավերներին, որոնք շրջապատել են մեր երկիրը, թե ներսից, թե դրսից, եւ այս նախընտրական ժամանակաշրջանում մենք հաճախ ենք անդրադառնում դրան, եւ սա եւս մեկ առիթ է փաստորեն, նաեւ ելնելով ձեր իսկ ներկայացրած հարցից։ Սկսենք արտաքինին վերաբերվող հարցից, եւ ուրեմն մեզ գրում է Ռաֆի Թորոսյանը, որ Իրան-ԱՄՆ պատերազմ է ընթանում եւ եթե Իրանում ռեժիմը չփոխվի, ապա ինչ վտանգներ կան Հայաստանի համար այդ պարագայում։ Իսկ մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը արդեն 18-րդ օրն է ընթանում եւ հեռանկարները կարծեք թե այս պահի դրությամբ դեռ մնում են մշուշոտ։ Ինչ սկսենք։ Նախ այս պատերազմում Միացյալ Նահանգները ուղղակի խնդիր են դնում, որ միջուկային ծրագիրը մեկընդմիշտ փակվի, պարբերաբար անդրադառնում են հրթիռային հարցին, նաև որ այդ հեռահար հրթիռները առնվազն Իսրայել չհասնեն։ Մինչդեռ Իսրայելը հարցը դրել է շատ կոնկրետ, քանի կա հնարավորություն, իսկ այսպիսի հնարավորություն լինում է կյանքում մեկ անգամ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Իրանում ռեժիմը փոխվի, ուղիղ տեքստով հայտարարում են Իսրայելի ղեկավարները։ Եվ հիմա մեր ունկնդիրը Ռաֆին հարցնում է ինչ կլինի, եթե դա տեղի չունենա։ Համեցեք։ Այս բանին ես կարող եմ նշել նաև New York Times-ի, որ ԱՄՆ վարչակազմը չունի հստակ ծրագիր, կա մինիմալ նպատակ եւ մաքսիմալ նպատակ։ Մինիմալը, այո, ուրեմն այնպես անել, որ միջուկային զենք Իրանը չունենա, կարելի ասել, որ նաև հրթիռային ինչ որ ծրագրերի հետ կապված սահմանափակումներ լինեն, չնայած դա շատ դժվար կլինի դրան հասնել, մաքսիմալը ռեժիմի փոփոխություն եւ գալով հարցին դա շատ կարեւոր է Հայաստանի համար։ Ինչու, որովհետեւ դեմոկրատական ժողովրդավարական Իրանը դա այլ Իրան է, որը չի խոչընդոտի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների։ Եվ Ռուսաստանի հետ չի Այո, 3+3 հարթակի մեջ չի մեզ տեղավորի, որովհետև եթե ռեժիմը մնա, այն կաղապարվելու է, արդեն այնտեղ ավելի հակաարևմտյան են լինելու տեսակետները։ Արմատական, եթե ռեֆորմիստները, Փեզեշկյանը փորձում էին ներողություն խնդրել, ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը հայտարարել էր իրարի, որ մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, Ուկրաինայի դեմ պայքարում, հիմա դժվար կլինի այսպիսի կառուցողական ղեկավարներին համոզել նաև Իրանի ժողովրդին, որ ուրեմն պետք է լինել ժողովրդավարական։ Ինչու։ Իմ կարծիքով ԱՄՆ վարչակազմը չպիտի օգտագործեր քրդերի հարցը այստեղ, որովհետև ներսում սա արդեն անջատողական տրամադրությունների մասին է խոսում։ Եվ ժողովուրդը դուրս կգար փողոց սոցիալական, տնտեսական խնդիրների, նույնիսկ ճնշումների դեմ, բայց հիմա ռեժիմը հիմնական պահապանների կորպուսը հայտարարում է, որ մեր թշնամիները ուզում են Իրանը մասնատել։ Նա մանավանդ մենք տեսնում ենք, որ կարծես քրդերի հետ համաձայնություն այդպես էլ չի ձեռք բերվել։ Ինչու էր պետք հայտարարել, որ մենք այդպիսի նպատակ ունենք։ Թուրքիան միանգամից ակտիվացավ, Ֆիդանը զանգահարեց Ռուբիոյին, այսինքն խանգարում է Թուրքիան իհարկե քրդական հարցի այստեղ խորացմանը։ Մյուս կողմից Հորմուզի նեղուցի փակումը փակ չի նեղուցը, ասում են փակ է։ Իրանը այնպես է անում, որ միայն իրեն ձեռնտու նավատորմը ինքն էլ է տեղափոխում իդեպ մինչև այսօր Չինաստան նավթը գնա մնացած երկրները չօգտվեն Հորմուզի նեղուցից եւ եթե շարունակվի 1-ից 2 ամիս այս պատերազմը նավթի գները մեծ չափով ուրեմն կաշառները կվերջեն։ Այո, եւ դա խնդիրներ կստեղծի ԱՄՆ նախագահի համար ներքաղաքական, առանց այն էլ ոչ պոպուլյար է ԱՄՆ-ում այս պատերազմը
պատերազմը, ԱԹՍ-ների դեմ պայքարը չի հաջողվում եւ հիմա էլ եթե ապրանքները թանկանան, Աստված մի արած է, Լարիջանին խոսում էր նոր սեպտեմբերի 11-ի մասին, ակնարկում էր, իբրև թե Իրանը դրա հետ կապ չի ունենա, այսինքն վախեցնում են ընտրողներին Տրամպի, նույնիսկ կարող են մենք տեսնում ենք ահաբեկչական ինչ-որ գործողություններ իրականացնել։ Հայաստանի համար սա շատ բացասական նաև թրիփի առումով, այսինքն եթե մինչ այդ Իրանում տեսակետ կար այո, որ ԱՄՆ-ն այստեղ իրենց անվտանգությանը չի սպառնալու, հիմա ռուսական քարոզչությունը, թուրքական գուցե եթե Էրդողանը չի շտապում սահմանը բացել կամ Ադրբեջանի այն տեսակետը, որ կարելի է նորից վերադառնալ 3+3 հարթակին, որին Ալիևը այդքան ձգտում էր, Իրանը կարող է միանալ իրենց եւ Վրաստանը չի մասնակցում այս ամեն ինչին, մենք կարող ենք մնալ միայնակ տարածաշրջանում։ Էլ չասած, որ երկաթուղ խնդիրը ես այդպես էլ չհասկացա, Տրամպը պատվիրակել է Նիկոլ Փաշինյանի լուծմանը, այսինքն ինչպես պիտի Հայաստանը Ռուսաստանից վերցնի երկաթուղին, պարզը որ դա շատ բարդ խնդիր է, այո, չարաշահումներ կան, բայց Ռուսաստանը կփակի օրինակ վերին Լարսը, տնտեսական խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։ Փաշինյանը կարծես պատրաստ չի դրան, այլևս չի խոսում երկաթուղին վերցնելու մասին, նույնիսկ իր շրջապատը, այսինքն Տրամպը ինքը պիտի լուծի այս խնդիրը, ԱՄՆ-ն պիտի լուծի այդ խնդիրը, Պուտինի հետ խոսելը պիտի վերապահվի ԱՄՆ-ին, Հայաստանը փոքր երկիր է։ Այսպես իմ կարծիքով եթե շարունակվի պատերազմը սա ձեռնտու չի ԱՄՆ-ին, ձեռնտու չի Հայաստանին միանշանակ Եվրոպային, այնտեղ գները ավելանում են ապրանքների, հատկանշական է որ Տրամպը սկզբում նշում էր որ ինքը ոչ մեկի օգնության կարիքը չունի, հետո ՆԱՏՕ-ի երկրներին ասում է եկեք Հորմուզը բացենք, հետո Բրիտանիային ասում է կարիքը ձեր չունեմ, այնուհետև ասում է ունեմ, մի հատ էլ սրտնեղում բայց ուր է չկա։ Այո, եւ սա մի կարևոր բան է ցույց տալիս, ՆԱՏՕ պետք չի մեծ Ռամշտայնը պետք չի, պետք է փակենք Եվրոպայի մեր ռազմաբազաները, սա շատ սխալ է, որքան Եվրոպան է պետք Միացյալ Նահանգներին, այնքան հակառակը։ Եվ սա միանշանակ այս բանը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը։ Արման Ես ճիշտ ասած ուզում եմ, որ կարևոր արձանագրում անենք, այսօր տեղեկություն է տարածվել իսրայելական պաշտոնական շրջանակներից հաստատվել է, որ Պաշտպանության նախարարը վարչապետը հետո հերքվեց։ Հիմնավորապես փոխում է իրավիճակը, եթե դա այդպես է, իսկ մենք գիտենք, որ շուրջ 2 տարի կարող ենք ասել, որ ամբողջ կառավարությունը Լարիջանի դե ֆակտո կառավարությունությամբ էր առաջ գնում եւ սա կարող է իսկապես բեկումնային լինել, այլ զինվորականներ են սպանվել եւ Նեթանյահուն այսօր հարկ համարեց դիմել Իրանի ժողովրդին, խիզախ ժողովրդին կոչ անելով ուրեմն դուրս գալ իշխանության դեմ։ Իհարկե հասկանում ենք, որ ներսում տրամադրությունները դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կգնան, բայց ակնհայտ է, որ արտաքին շատ մեծ ներգործություն կա եւ ազդեցություններ կան հասարակության վրա եւ միատարություն չկա տրամադրություններում եւ դրա վրա բնականաբար եւ իսրայելական եւ ամերիկյան հետախուզությունը մեծ խաղադրույք է դնում։ Պետք է ֆիքսել, որ Միացյալ Նահանգների համար, որքան էլ միջանկյալ առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են, ինքնին Իրանի դեմ սկսված այս գործողությունը, եթե շուտապույտ հաջողություն չբերի, դա մեծ ուրեմն հեղինակության այսպես վարկանիշի նվազման այսպես ականատես ենք դառնալու, ինչը իմ կարծիքով ոչ թե պատերազմը շուտապույտ ավարտելու այսպես որոշման կհանգեցնի, այլ հակառակը։ Կարծում եմ ուղղակի Տրամպը տարբերակ չի ունենա ավելի սաստկացնելու, որպեսզի ինչ որ արդյունք այնուամենայնիվ կարողանա արձանագրել, որպեսզի միջանկյալ ընտրություններին գոնե ասելու բան ունենա։ Այլապես կստացվի, որ մտավ այս պատերազմի մեջ, որի անունը ավանտյուրա են դնում շատերը, ոչ թե չունենալ ստրատեգիա, ինչպես դուք եք նշում, տարբեր պարբերականներ, ուղղակի այս հայտարարություններից, հարցազրույցներից մենք տեսնում ենք, որ հստակ պատկերացում չկա ուր է գնում եւ ինչ ավարտ է, ինչ պլաններ կան, ինչ տարբերակներ են քննարկվում։ Առնվազն կոնգրեսում լսումներից հետո փակ լսումներ էին տեղի ունեցել, դեմոկրատների հայտարարությունները նրա մասին էր, որ
տարերային, այսպես առանց ռազմավարության մտել են Իրան, մտածելով, որ 2-3 օրում կավարտեն։ Իսկ ռեժիմը հնարավոր կլինի տապալել։ Խամենեին ենթադրենք սպանելուց հետո ռեժիմը այլևս ի վիճակի չի լինի դիմադրել եւ հասարակությունը դուրս կգա փողոց ու ռեժիմը հնարավոր կլինի տապալել։ Այդպիսի բան տեղի չունեցավ, հակառակը մենք փաստորեն տեսանք, որ Իրանը ձգտում է ավելի ու ավելի ռեգիոնալացնել պատերազմը, իրենից ուրեմն հնարավորինս իր տարածքից հնարավորինս ավելի մեծ տարածքներ պատերազմի դաշտ ուրեմն ներառելով։ Սա իհարկե նոր իրականություն է եւ անկախ նրանից ռեժիմը կփոխվի թե ոչ, մենք արդեն բոլորովին նոր Իրանի հետ ենք առնչվելու եւ առերեսվելու եւ այստեղ դեռ շատ լուրջ հարց է նույնիսկ կարծրացող Իրանը ի վիճակի կլինի, օրինակ ռեգիոնալ այնպիսի ֆորմատներում նույն այսպես խանդավառությամբ մասնակցել, ինչպիսին 3+3-ներ եւ կարծում եք Թուրքիան եւ Ադրբեջանը նույն խանդավառությունը կունենան այս պրոյեկտում մասնակցել, այսպիսի Իրանի հետ թե ոչ, որտեղ մենք հասկանում ենք, որ մեկուսացման շատ ավելի մեծ իրականության առաջ ենք կանգնելու բոլորս Իրանի պարագայում եւ Իրանի հետ ցանկացած այսպես ռեգիոնալ որևէ ֆորմատի մեջ մասնակցություն հետևանք է ունենալու։ Հիմա դա եւ հետևանք է ունենալու Հայաստան, Եվրամիություն եւ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում, նույնը նաեւ Ադրբեջանի համար եւ նույնը նաեւ Թուրքիայի համար։ Դուք պիտի հիշեք նաեւ Լոյդ Օստինը Վրաստանում օրինակ ինչ կտրուկ էր խոսում 3+3 ձևաչափի մասին։ Այսինքն դա Միացյալ Նահանգների քաղաքական հաշվարկների եւ նախագծերի մեջ չի մտնում։ Առավել եւս Իրանի հետ տեղի ունեցածից հետո կարող ենք ասել, որ այդ նախագծին Ադրբեջանը կողմ չի լինելու, որտեղ Ադրբեջանը եւս նոր իրողությունների առաջ է կանգնել, հատկապես Նախիջևանի այդ ուրեմն օդակայանի ուղղությամբ արձակված հրթիռի թե անօթաչուի պատճառով Թուրքիան եւս խնդիրներ ունի եւ ընդհանրապես Թուրքիա Միացյալ Նահանգներ, Թուրքիա ՆԱՏՕ հարաբերությունները վերաիմաստավորելու կարիք կա, ընդհանրապես այս պատերազմից հետո պետք է հասկանալ ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ից ինչ է մնում։ Ուր է։ Ստոլտենբերգը հայտարարում է, որ ընդհանրապես Տրամպի պաշտոնավարումը կարող է միջև պաշտոնավարման ավարտը կարող է չդիմանալ ՆԱՏՕ-ն։ Մենք խոսում ենք 2-3 տարվա ուրեմն ռազմաքաղաքական դաշինքի օրինակ գոյության հավանականության մասին։ Այս բոլորը ուղիղ եւ անուղղակիորեն ազդելու են իհարկե Հայաստանի արտաքին քաղաքական ծրագրերի եւ որոշումների վրա եւ այստեղ չափազանց կարեւոր է որ մենք ներքին մեր ինստիտուցիոնալ կարողությունները կարողանանք ուժեղացնել մեր արտաքին քաղաքական որոշումներում ավելի դիմադրունակ լինելու համար պետությունները այսպիսի ռեգիոնալ մարտահրավերներին ի վիճակի են դիմագրավել, եթե ներքնապես ուժեղ են, եթե ներքին ինստիտուտներ կան եւ այդ ինստիտուտներով մենք միայն ի վիճակի կլինենք դիմակայել այդ եւ գոյություն ունեցող մարտահրավերներին եւ նրանց, որոնք որ կարող են առաջ գալ նաեւ պատերազմի ավարտից հետո։ Եթե թույլ տաք Թուրքիայի հետ կապված իմ մտավախությունը, Թուրքիան շատ զգուշ է արձագանքում դեպ Իրանի հարվածներին։ Ընդգծված։ Այո, ի տարբերություն ռուսական ուղղաթիռի 1 վայրկյան ոչնչացումը, որովհետև եւ ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ կտրուկ արձագանքեց։ Բայց Ալիևն էլ հետո իհարկե։ Ինչու, որովհետև Իրանը շանտաժի լեզվով է խոսում հարևանների հետ։ Այսինքն ինչ է, ԱԹՍ-ներով հիմա Դուբային է հարվածում, Քաթարն էլ շատ զգուշ է խոսում եւ ինչ է ասում, ասում է, սա կատաստրոֆա կարող է լինել տարածաշրջանի համար, այսինքն կոալիցիան չի միավորվում, վատը դա է, որ արաբական Պարսից ծոցի երկրները իրենք էլ ունենալով տարբեր ներսում խնդիրներ, էթնիկ փոքրամասնություններ, շիա հարող, ուրեմն Իրանին հասկանում է, որ ահաբեկչությունը այնպիսի բան է, որի դեմ անհնար է պայքարել աշխարհի հակաիսրայելական փողոց։ Շատ ճիշտ է։ Օրինակ Էրդողանը զգուշ է, որովհետև նա մուսուլման եղբայրներին է
աջակցում Իսրայել կա, այսինքն ես 3+3 հարթակ որ խոսում եմ դրա մասին, Թուրքիան այսպես է մտածում, ինձ պետք չի որ Իրանը լրիվ ոչնչանա, ես Իսրայելի հետ այդպես եմ հարաբերվում, ինձ պետք չի որ Իսրայելը ուժեղ լինի տարածաշրջանում, կա Գազայի խնդիր, պետք չի որ Իրանը լինի ժողովրդավարական, որ գա շրջանցի։ Այո, ինքն էլ ունի խնդիրներ, Էրդողան ուզում է երրորդ ժամկետի գնալ սահմանությունը փոխելով, իր քայլերը դա են վկայում, այսինքն դեմոկրատական Թուրքիան նույնպես մեծ ձեռնտու է, հիմա Թուրքիան դեմոկրատական չի, եւ այն որ Թուրքիան չի բացում սահմանը Հայաստանի դա շատ կարեւոր է եւ Ադրբեջանը, սա է ինձ մտավախություն տալիս, որ ելի չվերադառնան այն խոսքերին, որ արևմուտքը այստեղ տեղ չունի, իրենք բոլորով դա է ինչ է ասում 3+3, որովհետեւ Ռուսաստանի հետ առևտուր անելը Հայաստանի հաշվին 3+3-ում ավելի հեշտ է, այստեղ Իրանի խնդիրը չի, քան թողնել որ ԱՄՆ սուվերեն ոչ թե միջանցք տարածք լինի եւ թրիփ իրականացնի, այսինքն խնդիրը այս ռեժիմների նմանության եւ Պուտինի հանդեպ իրենց համակրանքի մեջ է, բայց եթե իրոք ճնշում լինի, եթե այս օպերացիան վատ չավարտվի ԱՄՆ-ի համար, Էրդողանն էլ հասկանա, որ իհարկե իրեն ձեռնտու է ՆԱՏՕ նորից ինտեգրվել, իդեպ ես կասեի, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներն են այստեղ շատ կարեւոր, որ Ռուսաստանը այո տարածաշրջանից իրոք հեռանում է, ոչ թե ժամանակավոր թույլ է, սա մեզ համար դրական է։ Եթե թույլտակ քննարկենք չափազանց կարևոր արձանագրումներ եղան, այստեղ կարևոր է նաև ֆիքսել, որ Ադրբեջանի խոսույթում էլ փոփոխություններ են տեղի ունեցել օգոստոսի 8-ից հետո եւ արևմուտքի վերաբերյալ են հայտարարությունները, որոնք պատերազմից հետո անմիջապես արվում էին դեմոկրատական, հատկապես վարչակարգին ուղղված։ Թրամփի օրոք այդպիսի հայտարարություններ գրեթե չեն եղել, իսկ օգոստոսի 8-ից հետո հակառակը մշտապես խոսվել է այն մասին, որ Միացյալ Նահանգների ներկայությունը միայն դրական ուրեմն հնարավորություններ եւ հեռանկարներ են տարածաշրջանի համար բացել։ Ինչը պետք է հասկանալ նաեւ Թուրքիայի մասով շատ կարեւոր արձանագրում արեցիք, այո, Հայաստանը պիտի շահագրգռված լինի, որ Թուրքիան արևմուտքի եւ մասնավորապես Եվրամիության հետ ինչքան հնարավոր է մոտ լինի, որքան մոտ լինի այն երկրների եւ այն կազմակերպությունների հետ Թուրքիան, ում հետ մենք ունենք բարեդրացիական դաշնակցային հարաբերություններ, իսկ այդտեղ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը չափազանց կարևոր Հայաստանի համար գործընկերներ են, այնքան լավ մեզ համար։ Եվ էքսպանսիոնիզմը դեպի արևելք, այնը դեպի մեզ չի տարածվում։ Այո, իհարկե, ոչ թե այո, դեպի Ռուսաստան չի ձգվի Ռուսաստան գործարքների մաղումները, որտեղ մենք տեսանք 16 թվականից հետո, այդ հայտնի մահափորձից հետո Թուրքիան շրջվեց դեպի Ռուսաստան, Եվրասիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի այսպես համատեղ գործողությունները հանգեցրին պատերազմի եւ մենք մեր տարածքների եւ կյանքերի գնով վճարեցինք ռուս-թուրքական համաձայնության։ Դարձանք այդ գամբիտի այդ զինվորիկը, որը զոհաբերվեց հանուն պոզիցիոն առավելության։ Դե տեսեք, հիմա 18-րդ օրն է այս պատերազմի, գալով էլի հարցին, թե ինչ կլինի ռեժիմը, եթե չփոխվի։ Կլինի այն, որ նախ եւ առաջ Միացյալ Նահանգները քաղաքականապես կհամարվեն պարտված։ Ռազմական առումով Միացյալ Նահանգների ակտիվները այստեղ 100%-անոց ղեկավարությունը լիկվիդացված է, ռազմական պոտենցիալը ջախջախված։ Թրամփը հայտարարում է, որ 10 տարի կպահանջվի, որպեսզի Իրանը վերականգնվի, այսինքն կոտրվածքները կապնի եւ այլն, բայց եթե ռեժիմը մնում է, Միացյալ Նահանգների հեղինակությունը իր մերձավոր արևելյան արաբական դաշնակիցների մոտ կտրուկ անկում է ապրելու։ Սա եկեք ֆիքսենք եւ դա մեզ հաստատապես ձեռնտու չէ, որովհետեւ այդ ընկալումները նաև լինելու են Եվրոպայում, իսկ այսօր մենք տեսնում ենք այդ ճգնաժամը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում ուղղակի ակնհայտ է, որը եւս չի բխում մեր շահերից։ Ես այստեղ, այո, այդ սպառնալիքները տեսնում եմ եւ այստեղ այս ամենը, ինչպես ասում են, այս գցած սեղանը շուռ տալու միակ տարբերակը, այո, կներեք ռեժիմի փոփոխությունն է։ Հիմա կարող է, բայց դա մեզնից կախված չի։ Դա մեզանից կախված իրողություններ, որոնք որ մենք դրա վրա ազդեցություն չունենք։ Բայց դա, այո, բայց դա մեզ համար չափազանց ուրիշ կարևոր հարցեր է առաջ բերում, օրինակ ռազմաբազաների հետ կապված։ Տեսեք, Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունի ծոցի այդքան երկրներում եւ այսօր դարձել է այդ երկրները թիրախ են դարձել Իրանի համար։ Եվ Քաթարի այդ ռետորաբանությունը իրեն չի փրկում։ Մեր ընդդիմախոսները, նաեւ ձեր ընդդիմախոսները այսօր
խանդավառված խոսում են, բա դուք տեսեք, Միացյալ Նահանգների ռազմաբազաները չեն պաշտպանում այդ երկրներին, Միացյալ Նահանգների հետ որևէ համաձայնություն մեզ կդարձներ թիրախ եւ այլն եւ այլն։ Նույնիսկ եթե ռեժիմը չի փոխվում, Միացյալ Նահանգները իր աշխարհի թիվ 1 երկրի կարգավիճակը չի փոխում եւ իր նշանակությունը չի փոխում ռեգիոնալ, իհարկե ընդհանրապես միջազգային հարաբերություններում նախկինում ձևավորված այդ պատկերացումները անվտանգության վերաբերյալ ռազմաբազա, որը պիտի անվտանգությամբ ուրեմն օժտեր այդ երկրներին, այլևս այդ մոտեցումը եւ այդ նախկին պատկերացումները այլևս կենսունակ չեն։ Ինչպես կենսունակ չի նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի այլևս գոյությունը եւ դա մեզ համար պիտի լինի ուղղակի ապացույց, որ այդ ռազմաբազան եւս պիտի Հայաստանից դուրս գա եւ ընդհանրապես Հայաստանում որևէ ռազմաբազայի կարիք չպիտի լինի եւ անվտանգության մեր կոնցեպտները չպիտի կապված լինեն որևէ երկրի ռազմաբազա, այո, ռազմաբազա Հայաստանում տեղակայելու հետ։ Մենք այլ պատկերացումներ եւ լուծումներ պիտի գտնենք Հայաստանը անվտանգ դարձնելու ավելի հուսալի, ավելի երկարաժամ։ Չկա ռազմաբազան։ Այո։ Եվ մի նկատառում էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ոնց տեսնում են վճռականությունը չի նվազում եւ նվազելու միտում էլ չի ուրեմն դրսևորում եւ Թրամփը գոնե պատվի հարց է իր համար եւ ես չեմ բացառում առաջիկա օրերին ցամաքային օպերացիա որ սկսվի առանց էլ հատուկ նշանակության ծովային հետևակ է կուտակվում այո մերձավորական Օկինավայից բերում են այնտեղ եւ մոտավորապես էլ պատկերացնում եմ ինչ կարող է տեղի ունենալ Իրանին պատկանող այդ կղզիախումբը որը հարկ կղզուց մինչև հենց Հորմուզի նեղուցի մեջ գտնվող ամենամեծ կղզին քեշմը կարող է գրավվել ուղղակի որ Իրանի ափից եկող հարվածները դիմագրավելու համար այդտեղ ուղղակի այսպես էշելոնացված պաշտպանություն։ Էլ չենք ասում, որ այդ նույն հետևակը ուղղակի կարող է նաև ներսում ռեժիմի փոփոխության ուղղված գործողություններ ծավալի։ Ի վերջո մենք համոզված կարող ենք ասել, որ ամբողջ բեռը ռեժիմը փոխելու հասարակության վրա թողնելը եւս նպատակահարմար չէ եւ ինքը զինված չէ, զինված է ռեժիմը։ Գետնի վրա, այո, ուրեմն ցամաքային գործողությունների այս շրջանակը կարող է նաև այդպիսի նպատակ հետապնդել ու դա արմատապես կփոխի իրավիճակը եւ ասեմ որ այդ դեպքում չի բացառվում որ Իրանի միասնականության հարցը իրապես շատ ավելի սրվի ինչը մեզ համար եւս ծայրահեղ ոչ մի այո վատ հետևանքներ կարող է։ Մի նկատառում եւ ավարտենք, գիտեք, ես իհարկե շատ չափազանց խելացի մարդիկ կան ԱՄՆ վարչակազմում, բայց ես կարծում եմ, որ իրենք այլ ճանապարհով կգնան։ Այն ժամանակ, երբ տնտեսական խնդիրներ կար եւ դուրս են եկել փողոց, ժողովուրդը մի կողմ հարված էին թե ոչ այաթոլլային այդ ժամանակ, բայց տնտեսական խնդիրներ պիտի առաջացնել Իրանի համար առանց հարվածների, այսպես որ ժողովուրդը չմիավորվի, այսինքն հենց Օրմուզի նեղուցում այնպես անել, որ Իրանը չկարողանար իր նավթը տեղափոխել Չինաստան, դա է իր տնտեսության 90%-ը հովանավոր։ Եվ ես կարծում եմ նույնիսկ պատերազմից հետո են սկսելու այդ process-ները, այսինքն որ հանդարտվի, էլ այդ արտաքին վտանգը չլինի, այս քայքայված վիճակում ժողովուրդը սոված քաղցած չի մնա, այսինքն ռեժիմի փոփոխություն ոչ թե հիմա է լինելու, իմ կարծիքով դա լինելու է պատերազմից հետո։ Դե ինչ, գանք մեր ներքին խնդիրներին, այստեղ մենք ունենք երկու հարց, որից